Խաչատյան, երբ որ Տեր Մարգարյանին որ զանգանում եք ինքը պնդում էր, որ հրաժարական չի պատրաստվում տալ։ Ինչը ստիպեց նրան, որ որոշում փոխի, քանի որ խոսակցություններ կա, որ հենց անձամբ Ավինյանն է նրա այդ բանակցություններ վարել, որպեսզի վերջո հրաժարական տա, քանի որ սա ԿՊ-ի վարկանիշի վրա եւս ազդում է։ Մենք կոալիցիոն իշխանություն ենք, կարող է եւ նաեւ համատեղ քննարկում լինել, ինչը վստահեցնում եմ ձեզ չի եղել, մենք մեր քաղաքական թիմի գործադիր մարմինի համար անձամբ մեր կուսակցությունն է պատասխանատու, մենք ենք որոշում հրաժարականներ տան թե չտան, Տիգրան Հավինյանը լինելով Երևանի քաղաքապետ նշանակովի պաշտոնյաներին այո կարող է ասել ինչ որ բան այն ինչ չի կատարվել, բայց Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականը Տիգրան Տեր-Մարգարյանի որոշումն է։ Մեր կուսակցությունը հայտարարություններ արել են այդ թեմայով եւ մենք շարունակել ենք մեր կուսակցության հայտարարությունների գիծը։ Ժողովրդավարական երկրի կարևոր ցուցիչ չի, որ հանրային պաշտոնյան պետք է նաեւ բարոյական եւ քաղաքական պատասխանատվություն բարոյական եւ քաղաքական պատասխանատվության որոշումը կայացրեց Տիգրան Տեր-Մարգարյանը եւ կրեց։ Ես լիահույս եմ, որ դուք կգնաք նաեւ Քոչարյանի հետքերով եւ բարոյական ու քաղաքական պատասխանատվություն կպահանջեք նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդու սեռական հայհոյանքների համար։ Տիկին Խաչատյան, դեպի օրը դուք արդարացնում եք։ Ես շարունակում եմ մնալ իմ կարծիքին, ես նորից ասել եմ, երբ որ մեզ կփորձեն ծեծել, մենք կպատասխանենք ծեծով, մենք չենք կարող, ես չեմ կարող կանգնել, ասել ինձ խփեք։ Դա է ասած։ Ես օրինակ եմ դա ասում, ես որպես օրինակ, ես դա եմ ասել առաջին, իսկ օրվանից նորից շարունակում եմ, ասել եմ մեզ կփորձեն, ես նորից ես ասել եմ, դուք ասում եք արդարացնել, ես ասում եմ այնինչ ես ասել եմ։ Բայց Արտուր Չախոյանը ծեծի չէր եկել։ Արտուր Չախոյանը ես ասեմ, քիչ առաջ նաև այլ լրատվականի ասեցի, ես հուսով եմ, որ Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները կնայեն Արտուր Չախոյանի գործունեությանը որպես օտար երկրի քաղաքացի եւ ես լիահույս եմ, որ այն մարմինները, որոնք դրանով զբաղվում են, կսկսեն զբաղվել Արտուր Չախոյանի Հայաստանից դեպորտացիայով։ Որ պարոն Տեր-Մարգարյանը հրաժարական տվեց։ Իմ անձամբ, իմ համար ես չէի ուզում, ես դեմ եմ եղել, որպեսզի պարոն Տեր-Մարգարյանը հրաժարական տա։ Տիկին Խաչատյան, երբ ասում եք Արտուր Չախոյանը օտար երկրյա քաղաքացի գործակալ, հա, նկատի ունենալով, այդ դեպքում Տիգրան Տեր-Մարգարյանը ինչու է նրան աշխատանքի առաջարկ արել, եթե ինքը օտար երկրյա գործակալ է։ Գիտեք, Արտուր Չախոյանի օտար երկրացի լինելու այդ ամեն ինչը վերջերս նախ բացահայտվեց, անձամբ ես նույնիսկ չգիտեի, Տիգրան Տեր-Մարգարյանը ասել էր, եթե դու մտահոգ ես Երևանով, եթե դու խնդիրներ ես տեսնում ու բարձրաձայնում ես արդարացի, ես ինչքանով որ տիրապետում եմ, ես չգիտեմ այդ արի եւ այդ քո խնդիրներով գնա, թող ամեն ինչ ավելի լավ աշխատեն, եթե դու տեսնում ես այդ խնդիրները։ Փաստացի Չախոյանը բացարձակ այլ վարչականների մասով ինքը կարող էր նորից իր շարունակությունն անել, այն վարչականում էլ աշխատանքը լիարժեք կատարել։ Հետևաբար սա ապացույց է, որ Չախոյանը ոչ թե ինքը Երևանով է մտահոգված, նոր-նորքով է մտահոգված, այլ իր քաղաքական տերերի պատվերներն է անում։ Սա թույլ տվեք ես այդպես մտածել։ Ես այդպես եմ մտածում։ Ես իմ կարծիքն ունեմ, ես այդպես կարծում եմ։ Տիգրան Տեր-Մարգարյանը որքանով վնաս հասցրեց Հանրապետություն կուսակցության։ Ոչինչով Տիգրան Տեր-Մարգարյանը վնաս չհասցրեց Հանրապետություն կուսակցության եւ Հանրապետություն խմբակցության